Լոլիկի իրացման խնդիրը օրհասական է բերքը դաշտերում եւ ջերմատներում գերհասունացել է փչանում է։ Ակնալիստիները առավոտյան փակել էին Արմավիր-Երևան պետական նշանակության ավտոճանապարհը, պահանջում էին հանդիպում պատկան մարմինների հետ հարցը քննարկելու եւ լուծում գտնելու նպատակով։ Արտահանման սահմանափակումների պատճառով բերքի ահռելի քանակությունը ներքին շուկայում սպառելն անհնար է, իսկ վերամշակող կազմակերպությունները հրաժարվում են պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ, ասում են ակնալիստիները։ Այսքան ժողովուրդ կա, ոչ պայմանագիրն են, կարում կապեն, ոչ կարում են իրանց պամիդորի հարցը լուծեն։ Ոչ մեկ պայմանագիր չի կապում, գնայիններ շատ էժան, 30 դրամ ոչ մեկի ձեռք չի տալու։ Մեզի պետք է ասենք 50 դրամ լի, որ գոնե 50 դրամ լի, որ պայմանագրեր կարնան կապեն, ժողովուրդը հեծմի, այսքան ժողովուրդ։ Մի երևի 8000 տոննա պամիդոր ունեն ու չեն կարում յուրացնել։ Այդ հարցին թող լուծում տան, եթե չեն կարում լուծում տան, ուրեմն մենք սենց ենք անում, ուրիշ տարբերակ չկա։ Պամիդորը սաղ փջանը մա։ Անցած տարի այս վաղտ ընդունում էին։ Պետությունը սուբսիդիա տվե ախպեր։ Դեկտեմբերին նոր մեզի փող ա տալի գործարանը, դրա ճիշտը ո՞րն է։ 1 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար ծախսվել է միջինը 1-ից 1.5 միլիոն դրամ այն դեպքում, երբ ընտանիքով են մշակությունն իրականացրել, իսկ եթե վարձու աշխատողներ են ներգրավել, ապա ծախսերը մեծացել են, ասում են գյուղացիները եւ ավելացնում մշակությունն իրականացրել են վարկային միջոցներով, իսկ հիմա պարտավորությունները կատարելու խնդիր ունեն։ Այս ամբողջ գյուղը որ կայնած է, այդ սաղ վարկերի համար է կայնած։ Ամբողջ հարցն է դա։ Այսպես որ գնար անդադ ճանապարհը կփակվի։ Հարցին լուծում տա։ Հենց հիմա ասեմ գումարը հաշվա։ 12 հոգին հազիվ քաղի 7-ից 8 տոննա։ 7-ից 8 տոննան քաղելու համար 4 տղա է պետք։ 4 տղան 40000 դրամ անում։ Այդ 12 կնի գտել 8000-ը որ հաշվում ես, մի հատ էլ գումարը նայա, ընդամենը պետք է տանես հանի 240000 8 տոննան այդ 30 դրամով։ 30-ից 35000 ավտոն տագը բան չի մնալու։ Թե այնտեղ ջրի փող որտից պետք է տաս, վարկ որտից պետք է տաս, երեխա որտից պետք է կերցնես, փողն էլ դեկտեմբերին։ Ասենք հələ 30 դրամ լա ասին գնացին կեսը կապել են գյուղից էլի մի քանի հոգի։ Այդ մեզի հետ էլ չեն կապել ախպեր։ Ճանապարհը փակած գյուղացիները պահանջում էին Արմավիրի մարզպետի հետ հանդիպում Լոլիկի իրացման հարցը տեղում քննարկելու եւ ելքեր գտնելու համար։ Նրանց հետ հանդիպման եկավ Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը։ Ճանապարհը բացեցին եւ համայնքի ղեկավարի հետ քննարկումը շարունակեցին Ակնալիճի վարչական պատասխանատուի նստավայրում։ Հովհաննիսյանի խոսքով Արմավիրի մարզպետը այս հարցով զբաղվում է։ Իրանք այդ 2 ամիս առաջ արածն էին։ Ստիպածն էին, որ պայմանագրերը կապածն էին, որ ժողովուրդը այսօր չեն կապել։ Այս վիճակին չհասնել, մթերում է 10 արեց։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանից տեղեկացանք, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՄԱՊ գինու կոնյակի գործարանի հետ, որը կմթերի 3900 տոննա լոլիկ։ Պրոշյանի կոնյակի գործարանը 300 տոննա լոլիկ կմթերի, Նոյան հյութերի եւ պահածոների գործարանը նույնպես 300 տոննա լոլիկ կմթերի։ Արարատ Քենինգ Ֆեքթրի պահածոների գործարանը կմթերի օրական 300 տոննա լոլիկ։ Վերը նշված բոլոր մթերողները լոլիկի 1 կիլոգրամը կընդունեն 40 դրամով։